նախ ուզում եմ ես էլ անդրադառնալ միջադեպին, որը տեղի է ունեցել, բայց իսկապես ուզում եմ հասկանալ ինչ նախնդիրը։ Խնդիրը բառի մեջ է, սրիկայաբար բառն է եղել խնդիրը, թե մնացած մեղադրանքը։ Իսկապես չհասկացա, որտեվ մնացած մասով բոլորը շատ լավ գիտեք ընդդիմության ու առավել եւս մեր մոտեցումները, երբ որ մենք կոնկրետ զոհերի մեջ, պատերազմի մեջ գոնե այդքան զոհ ունենալու մեջ մեղադրում են քաղաքացիական պայմանագրին եւ սա գաղտնիք չի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնում նորից կրկնեմ, կանգնել ասելա կարող ենք պատերազմը ավելի շուտ կանգնացնել, կունենայինք նույն արդյունքը, ուղղակի զոհերը այդքան չէին լինի։ Սա ասելա Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ, սրանից հետո եթե մարդ այդ ամեն ինչից հարազատ կորցնելով հանդերձ, այսինքն ինչպես որակի դա, չգիտեմ։ Ու Պարոն Ռուբինյան, խնդրում եմ վերևից այդ սպառնալիքները, մեկը ասում է կնստացնենք, մեկը դուրս կշպրտենք ու նման բաներին վերջ տվեք, մի շարունակեք այդ տոնով, թե չէ մեր կողմից էլ համապատասխան արձագանք։ Պարոն Քոչարյան, դուք այն դիրքում չեք, որ ինձ հորդորեք ինչպես ես վարեմ նիստերը, ես կվարեմ նիստերը ինչպես հարկ կհամարեմ, բնականաբար ազգային ժողովի կանոնակարգ համանդրական օրենքի սահմաններում եւ նպատակ ունենալով ապահովել նիստերի բնականon ընթացքը։ Ձեզ մոտ ոնց որ թե սովորություն է դարել ամեն ելույթում անդրադառնալ իմ նիստ վարելու ոչին։ Խնդրում եմ դա չանել, շարունակեք ձեր ելույթը։ Եթե ձեր որևէ արտահայտություն կամ ձեր աջ եւ ձախ նստած մարդկանց որևէ արտահայտություն կվիրավորի մեզ, դուրս կլինի ձեր իսկ հայտարարած բարեկրթության չափանիշներից, մենք դրան արձագանքելու ենք ու շատ խիստ եւ դա ասելու կարիք չկար, որովհետեւ մենք այս 10 օրերի ընթացքում որևէ կերպ որևէ մեկին չենք վիրավորել։ Խնդրում եմ ժամանակը վերականգնել, շատ եք միջամտում։ Հիմա Սիրելի հայրենակիցներ, խոսենք արտաքին քաղաքականությունից եւ այս իշխանությունների վարած հատկապես արտաքին քաղաքականությունից եւ ընդհանրապես։ Տեսեք, շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի կողմից իրական Հայաստանի մասին, այսպես կոնցեպտ կա իրական Հայաստան, որտեղ եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է կոմպյուտերային լեզվով ասած ֆորմատ անել այսպես հիշողությունը, ամեն ինչ, անցյալը, ինքնությունը եւ այսպես զրոյից սկսել կերտել մի նոր հասարակություն, նոր արժեքներով։ Օրինակ, ինչ է ինձ համար իրական Հայաստանը, առաջին հերթին իրական Հայաստանը ինձ համար սկսվում է քարտեզից, քարտեզի վրա մեր դիրքից, որտեղ ենք մենք գտնվում, որովհետեւ սա այն բանն է, որն իսկապես չենք կարող փոխել։ Եվ այս դիրքը, որը մենք ունեցել ենք, իհարկե եղել է շատ ավելի մեծ, գոնե հայկական վերահսկողության տակ ավելի մեծ դիրքեր ենք ունեցել ու ձեր իշխանության ժամանակ սա փոքրացել է ու վերջը մի տեսակ դժվար է երևում։ Հիմա այս դիրքից կախված մենք ունենք թե որոշակի առավելություններ, թե ռիսկեր, Թուրքիա կա, Ադրբեջան կա, Ադրբեջանը գիտեք, շատ է այստեղ խոսվել նաև այդ զավթողական խոսույթը Արևմտյան Ադրբեջան եւ մնացածը ու սա ռիսկեր է։ Կա Թուրքիանով ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին, սա ռիսկ է, իհարկե ռիսկ է։ Այս ամեն ինչի հետ մենք պետք է հաշվի նստենք ու չենք կարող գլուխներս մտցնել բանի պես ջայլամի պես գետնի տակ ու ասել չկա այս ամեն ինչը։ Սա կա ու սա շարունակվելու է։ Սա շարունակվելու է ու սրա դիմացն առնելու ինչ ճանապարհներ կա կամ ինչպես է եղել եւ ինչպես կարող է լինել հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք։ Մենք ունենք տարբեր ռազմավարական դաշնակիցներ։ Կա այսպես հիմնական եվրոպական երկրները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, որի հետ նաեւ ռազմավարական սերտ դաշնակցային հարաբերություններ ենք ունեցել եւ տեսեք, այս ամեն ինչի համատեքստում նաեւ արտաքին քաղաքականությունը միանշանակ պետք է կառուցվի այն ուղղությամբ, թե նաև որտեղ է մեր ժողովրդի բարեկեցության շահը, մեր երկրի տնտեսական շահը, որովհետև առանց սրա, եթե քո բարեկեցության, տնտեսության շահը գտնվում է միտեղ, բայց դու քաղաքական վեկտորը տանում ես այլտեղ, այստեղ կարոտկի է տալիս, կարճ միացում է տալիս, խնդիր է սա առաջացնում, մենք հիմա այդ խնդրի մեջ ենք։ Մենք կոնկրետ հիմա այս խնդրի մեջ ենք ու ինչի համար է սա արվում։ Իսկապես ինչի համար է սա արվում։ Օրինակ եկեք խնդրում եմ վերանանք մեր նախասիրություններից, ով ինչ նախասիրություն ունի արտաքին քաղաքական հարցում։ Կա մեր երկրի շահը, մեր ժողովրդի շահը։ Օրինակ, պարոն Խանդանյան, դուք անցած տարի գնացել եք Ուկրաինա, Ռադայում զորակցություն եք հայտնել ձեր գործընկերներին այնտեղ։ Ես խնդիր չունեմ ձեր գնալու հետ, բայց սա Հայաստանի շահը այստեղ որն է, ես չեմ կարողանում հասկանալ։ Կամ Նիկոլ Փաշինյանի կինը գնում է Ուկրաինա, ինչի համար այս ժամանակ այդ ամեն ինչը անել։
Եթե կարելի է զերծ մնալ, ոչ մեկ չի ասում մի կողմին կամ որևէ կողմին ու ոչ մի կողմից կարծում եմ մեզ չպիտի էլ իրավունք ունենա պարտադրելու սա։ Բայց այս սա անելու արդյունքում շատ լուրջ խնդրի առաջ են կանգնում։ Այսինքն եթե ավելի խորանամ հասկանում եմ որ նա շահը, ու հիմա կփորձեմ նաև դրանից խոսել, ուրեմն որն է իմ կարծիքով այս ամեն ինչի շահը, որովհետև սա այս խոսույթը, այդ քայլերը, որն արվում է, ձեռք է տալիս կոնկրետ բնականաբար արևմտյան շատ երկրների, որովհետև կա գլոբալ հակամարտություն եւ փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, մենք չգիտես ինչի ինչ որ բախման կետերից մեկը դարձանք։ Եվ երբ որ հատկապես եվրոպական երկրները, արևմտյան երկրների մոտ է գտնվում ժողովրդավարության կնիքը դնելու, այսպես այդ կնիքը հաստատելու։ Այստեղ իրանց սրտով գնալու համար այդ ամեն ինչը արվում է, որ այն մնացած բազմաթիվ ապօրինությունները, քաղբանտարկյալները, որոնց մասին մենք խոսում ենք, բարձրաձայնում ենք, ընտրություններում խախտումները, ԲՀԿ-ի մանդատներ գողանալու մնացածը այնտեղից խնդիր չառաջացնի։ Ու այստեղ նաև քանի անգամ հնչեց կարծիք, տեսեք, բան չկա, քաղբանտարկյալների հետ կապված զեկույցներում ոչ միտեղ արտահայտված չէ, բնականաբար չի արտահայտվելու։ Մենք հասկանում ենք, չէ՞ որ կառույցները քաղաքական շատ մեծ ենթատեքստ ունեն։ Եվ այդ ժողովրդավարությունն էլ մի գործիք է, որ երբ պետք է օգտագործվում է այդ մուրճը, երբ պետք չի օգտագործվում։ Հիմա այս ամեն ինչը արվում է նաև մեծ մասով այս ամեն ինչը, որպեսզի չնկատեն, շարունակվեն եւ մեծ հաշվով այն քաղաքականությունը, որի արդյունքում դուք երկիրը բերել եք այս վիճակին, արվում է պարզապես սեփական իշխանությունը պահելու համար ու ժողովրդի շահը այստեղ ուղղակի անտեսվում է։ Եվ գիտեք, սա մի հատ այսպիսի սոուսի տակ է մատուցվում, որ մենք ինքնիշխան ենք, այդ դրա համար մենք չենք թողելու մեզ թելադրեն, այս անեն, այն անեն։ Ժողովուրդ ջան, օրինակ մեր հարևան Վրաստանը, կարծում եմ հալալ է, իրանք շատ ճիշտ են կողմնորոշվել ու շատ ճիշտ են իրանք պահել այս ամեն ինչի մեջ։ Ես չեմ կարծում, որ դրանով Վրաստանը ավելի քիչ ինքնիշխան է դարձել։ Շատ ճիշտ կողմնորոշվել են, չեն մտել ոչ մյուս տեղ, ու շատ ճիշտ են իրանք պահել ու կարծում եմ իրանք գործել են իրանց քաղաքացիների շահերից, ինչը մեր դեպքում ցավոք այդպես չի եղել։ Ինչ վերաբերում է ցեղասպանությանը։ Գիտեք, մարդկությունը, Homo sapiens-ը կենթանուց տարբերվում է հիշողությամբ։ Եվ մենք չենք կարող ջնջել այդ հիշողությունը, մենք չենք կարող մոռանալ, մենք չենք կարող չպահանջել պատմական արդարություն, ու շատ ճիշտ եք ասում նաև, երբ որ մեջբերել եք խոսքը, որ դա անպայման չի որ դու դրա դիմաց ինչ որ բան ուզես, հողային պահանջ ունենաս, այսինքն երբեք սա չի պետական մակարդակով սենց հարց բարձրացվել, բայց այս պատմական արդարությունը չպահանջելը, սա պարզապես ոչ մի հատ օրինակ բերեմ, էլ նույն Իսրայելի հետ կապված։ Մինչև այսօր ցանկացած հոլիվուդյան ֆիլմ, երևի 10-ից 8-ի մեջ ինչ որ միջև արձարծվում է հրեաների ցեղասպանության հարցը։ Տենց հիմար չհասկացող ժողովուրդը, հա, չէ։ Սա մեր պատմությունն է ու մենք չենք կարող սրա հետ կապված չունենալ հետևողական մոտեցում։ Կամ նույն օրինակ հենց վերջերս տարիներ առաջ տեղի ունեցած էթնիկ զտումը, արցախցիների 150,000 հայ էթնիկ զտել են։ Դուք համաձայն եք սրա հետ էթնիկ զտում եղել, հա թե չէ։ Համաձայն եք, չէ։ Իսկ ինչի մենք դրանից չպետք է խոսենք։ Որովհետև ադրբեջանցիք խոսալու են իրանց Հայաստան գալուց, չէ, ժողովուրդ, այս երկու տարբեր հարցեր է։ Այս իսկապես երկու ընդհանրապես իրար հետ կապ չունեցող հարց է։ Բանը ինչ արել, այդ մարդկանց այնտեղից քշել են, տնավեր են սարքել։ Գերեզմանները ինչի պիտի սա մեր արտաքին քաղաքական օրակարգում չլինի։ Կա սրան բացատրություն, չկա։ Բացատրությունն է, որ եթե մենք սրանից խոսանք, կարող է հանկարծ վայ պատերազմ։ Չէ, չկա տենց բան։ Սա մեր բանակցային դիրքերը այս հարցը օրակարգի մեջ պահելու միայն ուժեղացնելու է։ Միայն որովհետև սա արդարացի պահանջ է։ Ու սրա հետ համաձայն են բոլոր այն երկրները, ովքեր նույնիսկ հիմա իրար հետ կոնֆլիկտի մեջ են։ Համաձայն են սրա հետ, որ ասում են այ մարդը եղել է էթնիկ զտում։ Ու շատ կազմակերպություններ, շատ մեր հայրենակիցների դրսում, որ փորձում են այս հարցը բարձրացնել, ասում են ժողովուրդ, մենք անզոր ենք այս թեման առաջ տանելու, քանի դեռ ձեր իշխանությունը չի խոսում սրանից, ու նաև տեղեր կա հակառակը ասում է մի խոսացեք այդ ամեն ինչից։ Չգիտեմ, ամփոփելով այն արտաքին քաղաքականությունը, որը վարվում է անհեռատես, փորձեմ բարեկրթության մեջ մնալ, սխալ ու մի քաղաքականություն է, որը ոչ մի ձև չի բխում մեր քաղաքացու, մեր ժողովրդի շահերից։ Շնորհակալություն։